Բարև ձեզ։ Լույս է տեսել ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի իրավունքի փիլիսոփայություն գրքի հայերեն թարգմանությունը։ Այսօր տաղավարում մեր հյուրը իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, թարգմանիչ, գրքի թարգմանիչ նաև Ավետիք Հարությունյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, Վլադիկ Ներսեսյանցը խոշոր մտածող է, իհարկե, որքանով է արդիական 20-րդ դարի մտածող Վլադիկ Ներսեսյանցի հայեցակարգերն այսօր փիլիսոփայական հայեցակարգերը, որոնք նա ներկայացնում է նաև իրավունքի փիլիսոփայություն այս ծավալուն հատորում, ինչը որպես բուհական դասագիրք է այսօր նաև թարգմանվել եւ կիրառվում։ Նախ շնորհակալություն գրքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության եւ տաղավար հրավիրելու համար։ Նշեմ, որ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է 1938 թվականին Ստեփանակերտում, այնուհետև դպրոց հաճախել եւ ոսկե մեդալով ավարտել է Երևանում, հետո տեղափոխվել Ռուսաստան, այնտեղ զբաղվել գիտությամբ, բուհ ավարտելուց հետո փայլուն պաշտպանել տեխնացուական եւ դոկտորական ատենախոսությունները, այնուհետև շարունակել իր գիտական գործունեությունը եւ հասել գիտության Օլիմպոսին, այսինքն ընտրվել է ակադեմիկոս։ Ներսյանցի մասին իհարկե կարելի է երկար խոսել, բայց փորձենք մեկ հարցի շրջանակներում հակիրճ անդրադառնալ այն հարցին, թե ինչքանով է արդիական առաջ քաշած հայեցակարգերը։ Ուրեմն ակադեմիկոս Ներսյանցը ավելի քան 400 աշխատությունների հեղինակ է, որոնցից 16-ը մենագրություն եւ ուսումնական ձեռնարկներ են, եւ նրա գրքերը հիմնականում իրավունքի փիլիսոփայություն, իրավունքի պետության ընդհանուր տեսություն այդ աշխատությունները Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածաշրջանի բազմաթիվ երկրներում համարում են դասական կլասիկ աշխատություններ եւ գրեթե բոլոր բուհերի ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները եւ դասախոսները օգտվում են դրանցով։ Հաջորդը Ներսյանցի մեծությունը, իր մասշտաբայնությունը նաև կայանում է նրանում, որ նա առաջ է քաշել երկու կարևոր տեսություն, որոնք նա մշակել, բյուրեղացրել եւ այսպես ասած գագաթնակետին է հասցրել խորհրդային միության տարիներին։ Առաջին հայեցակարգը դա իրավահասկացման, ռուսերեն правопонимание ենք ասում, իրավահասկացման ազատական իրավաբանական տիպն է կամ հայեցակարգն է, որը նա սկսել է մշակել 1970-ական, 80-ական թվականներին, մոտավորապես պատրաստել այդ հայեցակարգը, եւ այդ հայեցակարգի ազատական իրավաբանական հայեցակարգի էությունը հետեւյալն է, որ ինչպես ակադեմիկոսն է նշում, աշխարհում տիրապետող են երկու հայեցակարգի իրավահասկացման։ Մեկը յուսնատուրալիզմն է կամ բնաիրավական տեսությունը, որի դեպքում իրավունքը ներկայացում է բնական իրավունքի տեսանկյունից եւ շատ հաճախ նաեւ շփոթ է առաջանում բարոյականության հետ, խառնում են իրար եւ այլն, եւ երկրորդ տիրապետող հայեցակարգը, սրանցից բացի էլի հայեցակարգեր կան, բայց ինչպես Ներսյանցն է ներկայացնում, այդպես էլ ես ներկայացնեմ, երկրորդը դա պոզիտիվիզմն է կամ լեգիզմն է, որի պարագայում կամ այդ հայեցակարգի համաձայն այն ինչ պետական իշխանության կողմից ընդունված է, դա էլ կարող է համարվել իրավունք, այսինքն օրենքը, ցանկացած իրավական ակտ, հրաման եւ այլն։ Մի խոսքով, այսպես ասած, ինչպես ինքն է նշում, սուվերենի հրամանը իր աշխատության մեջ է նշվում, սուվերենի հրամանը միշտ իրավունք է, բայց դա այդպես չէ եւ ինքը հակադարձում է դրան եւ այդ բնաիրավական եւ պոզիտիվիստական հայեցակարգերի այդ արժանինքները եւ թերությունները հաշվի առնելով ինքը առաջ է քաշում իր տեսությունը, որը կոչվում է ազատական իրավաբանական եւ դրա էությունը կայանում է հետեւյալում։ Նախ դրա հիմքում ընկած է իրավունքի եւ օրենքի տարբերակումը եւ հարաբերակցությունը, այսինքն ինքը ասում է դրանք տարբեր են, միանշանակ տարբեր երևույթներ են, բայց իրանք առանց իրար, այսպես ասած, գոյություն ունենալ չեն կարող, հարաբերակցում են իրար հետ։ Եվ հաջորդը իր տեսության մեջ իրավունք ասելով հասկանում ենք 3 կարևոր պոստուլատ։ Իրավունքը դա ինքը ներկայացնում է որպես ձևական հավասարություն, ռուսերեն ֆորմալնե равенство, կարող է մասնագետներն ֆորմալ հավասարություն ասեն, բայց ես թարգմանել եմ որպես ձևական հավասարություն։ Երկրորդը իրավունք ասելով հասկանում ենք ազատություն եւ արդարություն, այսինքն այն երևույթը, ինչը փորձում ենք բնորոշել որպես իրավունք, պետք է այս 3 չափանիշներին կամ պոստուլատներին համապատասխանի ըստ իր հայեցակարգի։ Եթե չի համապատասխանում, հետեւաբար այն անվանել իրավունք չենք կարող։
Հակիրճ թերևս այս տեսության մասին այսքանը, երկրորդ տեսություն դա ցիվիլիզմի հայեցակարգն է, սրա մասին հակիրճ կանդրադառնամ, ինքը ասում է, որ սոցիալիզմից եւ կապիտալիզմից հետո ձևավորում է նոր հասարակարգ կամ նոր տեսություն եւ այն կոչվում է ցիվիլիզմ, այսինքն այստեղ առաջ է քաշում հասարակության սեփականության գաղափարը եւ ասում են, որ ամբողջ հասարակության ունեցվածքը, գույքը, սեփականությունը ընդհանուր պետք է լինի եւ դրանից ստացած հասույթը, եկամուտը եւ այլն հավասարապես պետք է բաշխվի հասարակությանը։ Իհարկե, ներկա դարաշրջանում խոսել այս տեսության արդիականության մասին մի քիչ ոչ թե իր արժեքը, այլ մարդկանց ընկալունակությունը, որովհետեւ կապիտալիզմից հետո եւ այս ժամանակաշրջանում մարդիկ փորձում են գոյությունի մասնավոր սեփականություն, ամեն ինչ տեսնում են մասնավոր սեփականության շրջանակներում եւ այս հայեցակարգը կստացվի դրա հակոտնյան է, ընդդեմ դրա է, բայց իմ համեստ կարծիքով ցիվիլիզմի հայեցակարգը այս հայեցակարգից մասնավոր սեփականության այս գաղափարախոսությունից մի քանի աշճան բարձր է գտնվում։ Պարոն Հարությունյան, ցավոք այսօր խոսել ոչ միայն սեփականության իրավունքի հանդեպ մերօրյա անկալումներից դուրս խոսելը ոչ միայն դա է ոչ արդիական, այլ նաև ընդհանրապես իրավունքից խոսելը։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որն ապրում է ուժն է ծնում իրավունք հասկացությամբ։ Եվ ձեր կարծիքով առհասարակ իրավունքը եւ իրավունքի փիլիսոփայությունը կլինի դա ենթադրենք Վլադիկ Ներսիսյանցի հայեցակարգի սահմաններում, թե այլ խոշոր մտածողների հայեցակարգերի սահմաններում, իրավունքի փիլիսոփայությունը ինչ արժեք ունի այսօր։ Ինչու է կարևոր դա։ Տեսեք, իմ անձնական տեսակետից սկսեմ, հետո մանրամասն այդ հարցին անդրադառնամ։ Իմ ուսումնական ձեռնարկում, որ էլի կոչվում է իրավունքի փիլիսոփայություն եւ հրատարակվել է 2023 թվականին, մի այսպիսի միտք եմ նշել, որ մեր համեստ կարծիքով աշխարհում տեղի ունեցող բոլոր կատակլիզմները, ցանկացած հակաիրավական, հակաօրինական երևույթները եւ այլն, դրանք իրավունքի եւ իրավունքի փիլիսոփայության ոչ ճիշտ ընկալման, արժեվորման արդյունք է։ Այսինքն, երբ որ այդ ամեն ինչի մենք վերաբերում ենք կամահարանքով, անտեսմամբ եւ այլն, ի հայտ է գալիս իրավական ժխտողականությունը կամ նույն ինքը իրավական նիհիլիզմը, երբ որ մենք արհամարում ենք իրավունքը։ Հետևաբար իրավունքի արժեքը իմ կարծիքով լիովին համայն մարդկության կողմից լիովին ճիշտ ընկալված չէ եւ ճիշտ չի գործածում։ Հակառակ պարագայում այնինչ կա աշխարհում, դա կլինի պատերազմները եւ մյուս արհավիրքները չեն լինի։ Այսինքն նույնը կխոսենք ոնց որ Ներսյանցն է առաջ քաշում իրավունք չի ասի ուտոպիա է, որովհետև իհարկե միշտ ուժն է ծնում իրավունքը, ինչպես դուք եք նշում, ուժերը ցանկանում է տիրապետել, բայց միևնույն ժամանակ բոլոր մարդիկ ծնվում են հավասար եւ բոլորն էլ ապրելու իրավունք ունեն։ Այսինքն, եթե մենք առաջին պլան ենք մողում կյանքի իրավունքը որպես բարձրագույն արժեք ունեցող իրավունք, հետեւաբար այստեղից պետք է բխեն մյուս իրավունքները կամ մյուս մեր ռազմավարությունները կամ պլանները։ Հիմա անդրադառնամ ձեր հարցի մյուս հատվածին, ուժն է ծնում իրավունք ձևակերպմանը։ Կարծում եմ այս ձևակերպումը երևի մշակել եւ առաջ են մղել ուժեղ տերությունները կամ ուժեղ կազմավորումները, անհատները եւ այլն, որովհետեւ իրավունք եւ ուժի հարաբերակցությունը մի փոքր հակասական է, որովհետեւ երբ որ խոսում ենք ուժն է ծնում իրավունք, ուժի մասին, ուժը այս պարագայում միշտ էլ ենթադրում է բռնություն։ Վերջնարդյունքում բռնություն լինում է, իսկ բռնությունը դա հակաիրավական արարք է, որոշ դեպքերում նաև հանցագործություն է։ Հետևաբար, եթե այս ամեն ինչ ուժը տանում է բռնության, հանցագործության եւ այլն, սա համարը որպես իրավունք, իրավունքի փիլիսոփայության տեսանկյունից դիտարկենք եւ ոչ միայն, ապա անընդունելի, այսինքն այս ձևակերպումը իրավունքի փիլիսոփայության տրաբանվանության մեջ ընդհանրապես չենք կարող տեղավորել, որովհետեւ առաջնայինը իրավունքի ճիշտ ընկալումն է, այն արժևորելն է, այն մեր կյանքի անբաժանելի մաս դարձնելն է, մեր վարքագծի անբաժանելի մաս դարձնելն է։ Հետևաբար իրավունքի պարագայում խոսել ուժի
մեր քննարկած թեմայի շրջանակներում ուժի մասին կարծում եմ քիչ հակասական կստացվի։ Ինձ շատ հրապուրել է Վլադիկ Ներսիսյանցի ազատական իրավաբանական տեսության հատկապես այն բացատրությունը, որ իրավունքը ինչ է նշանակում իրավունք, այսինքն իրավունքը պետք է հենված լինի ազատության եւ արդարության վրա։ Հրապուրել է նաև իր հակասականությամբ, որովհետև արդարությունը թվում է ամենասուբյեկտիվ երևույթներից մեկն է, այնինչ արդար է մեկի համար, անարդար է մյուսի համար։ Հետևաբար ինչպես ենք չափելու արդարությունը, ինչպես ենք զատորոշելու, որպեսզի հասկանանք դիմացինը ունի այդ իրավունքը, թե ոչ, կամ մենք որևէ գործողություն անելով իրավունք ենք ոտնահարում, թե մեր արդարությունն ենք հաստատում։ Շատ լավ, հետաքրքիր հարց եք տալիս, տեսեք, միանշանակ պատասխան իր գրքում չենք կարող գտնել, ինչպես կպատասխաներ Ներսյանց այս հարցին, սակայն փորձեմ իմ համեստ մեկնաբանությամբ անդրադառնալ, տեսեք, նույնիսկ ինքը իր աշխատության մեջ առանձնացնում է ius եւ lex բառերը։ Ius ասելով հասկանում ենք իրավունք լատիներենից, ինքը նաև իր խոսքում է նշում, ընդամենը մեկ հարցազրույցում նաև այդտեղ է անդրադառնում, որ ius-ը դա իրավունքն է, իսկ lex-ը լատիներեն դա օրենքն է, որոնք մեկը մյուսին հակադրում են։ Այս պարագայում անդրադառնալով արդարության հարցին, ինքը նաև բերում է Ֆեմիդայի կամ Թեմիսի հայերեն, ուրեմն օրինակը, որ ինքը արդարադատություն, որպես արդարադատության աստվածուհի իր աչքերը փակ են, մի ձեռքում նժարն է, սուրն է, որ պետք է կարողանա հնարավորինս ճիշտ արդարադատություն իրականացնել, այսինքն արդարություն հաստատելու համար ճիշտ եք նկատել, դա ինչ որ իմաստով արդարությունը կարող է սուբյեկտիվ լինել, բայց իր ճիշտ իրացման արդյունքը պետք է, այսպես ասած, օբյեկտիվ լինի, եթե ամեն ինչ պահանջներին համապատասխան է։ Այսինքն արդարության կարող ենք հասնել ճիշտ արդարադատություն իրականացնելու համար արդյունքում, ոչ թե ընտրողաբար այդ արդարադատությունը լինի, այլ լինի իր օբյեկտիվ պահանջներին համապատասխան, այսինքն այն լինի օրենսդրության շրջանակներում, եւ պատահական չէ, որ Ներսյանցը նաեւ այսպես բազմաթիվ հարցերի պատասխան է տալիս այս հանրագիտական աշխատության մեջ, որ ինքը նաև առաջ է քաշում իրավական օրենքի գաղափարը եւ դա բավականին զարգացնում է, բերում հասցնում է նա, որ իրավական օրենք եւ իրավունքի գերակայություն կամ իրավական օրենքի գերակայություն եւ իրավունքի գերակայություն համարյա նույն հարթության վրա, իսկ մեր հասարակության մոտ ցավոք սրտի դեռևս մնացել օրենքի գերակայություն ձևակերպումը, որ ավելի շատ պոզիտիվիստական է։ Հետևաբար այս ամեն ինչի արդյունքում կարող ենք ասել, եթե այդ արդարադատությունը իրականացվել է այն օրենքների շրջանակները, որոնք համապատասխանում են իրավական օրենքի պահանջներին եւ ձևակերպումներին, հետեւաբար սա կարող ենք ասել նաեւ որոշ իմաստով արդարության արդյունքն է կամ դրա դրսևորումն է։ Այսօր խոսել իրավունքից եւ արդարությունից ու չխոսել այն ցավոտ հարցի մասին, որի առջև մենք կանգնած ենք ազգովի, դժվար է։ Մենք օրինակ այսօր խնդիր ունենք արցախահայության իրավունքների վերականգնման եւ հենց արդարության հաստատման։ Դուք հնարավոր համարում եք այդ ճանապարհով, իրավունքահեն ճանապարհով հասնել ենթադրենք հավաքական իրավունքների վերականգնմանը կամ ինքնորոշման իրավունքի պայքարը ինչ որ մի կետից վերսկսել։ Շատ լավ, ինքս ծնվել եմ Արցախում, գիտակցական կյանքիս զգալի մասը ապրել եմ Արցախում եւ իմ գիտական հետազոտությունների ճնշող մեծամասնությունը հենց Արցախին է նվիրված, նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքին, պետականության կազմավորմանը եւ այլն։ Խոսել ինքնորոշման իրավունքի մասին պիտի սկսենք նրանից, որ այդ հիմքը, ինքնորոշվելու հիմքը ունի եւ պատմական բարոյական կողմ եւ իրավական։ Պատմական բարոյական կողմը այն է, որ հազարամյակներ շարունակ առաջին անգամ եմ ձևակերպումը լսում պատմական բարոյական։ Այո, փորձեմ մեկնաբանել, դա հետեւյալ ձևում ես տեսնում, որ նախ պատմականորեն հազարամյակներ շարունակ այդտեղ ապրել է հայ, արցախցի,
եւ բնականաբար պատմականորեն դա այդ տարածքը, այդ հայրենիքը, մեր հայրենիքը պատկանում է մեզ բնականաբար։ Բարոյական առումով, եթե մենք տարիներ, հազարամյակներ շարունակ մեր պապերը, ապու պապերը այդտեղ են ապրել, հողը ջուր ասվածը, մեր գերեզմանները, մեր հազարավոր տղաների թափած արյունը, որով գրեթե Արցախի ամբողջ ազատագրված Արցախի սահմանն է գծվել եւ այլն, բնականաբար դա պատկանում է հայությանը, արցախահայությանը։ Հաջորդ, երբ որ գալիս ենք իրավական տիրույթ, այստեղ պիտի նշենք հետեւյալը, նույնիսկ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված երկու պակտերում քաղաքական եւ քաղաքացիական, տնտեսական, մշակութային, այդտեղ, եթե չեմ սխալվում, առաջին թե երկրորդ հոդվածում նշված է բոլոր ազգերի կողմից ինքնորոշվելու իրավունքի մասին։ Հետևաբար ՄԱԿ-ը որպես միավորված ազգերի կազմակերպություն, որի անդամ են աշխարհի գրեթե բոլոր երկրները եւ այլն, իր այդ կարևոր եւ կանոնադրության մեջ եւ նմանատիպ դաշնագրերում կամ պակտերում այդ ինքնորոշման իրավունքին անդրադարձել է։ Մյուս իրավական ակտերում եւս իհարկե ինքնորոշման մասին խոսք կա, բայց հիմնարար փաստաթղթերի մասին եմ ես խոսում։ Այսինքն պատմական բարոյական մասով խոսեցինք, հասկացանք, որ դա լրիվությամբ մեզ է պատկանում, մենք կարող ենք այդ իրավունքից օգտվել։ Հաջորդը միջազգային իրավական փաստաթղթերին անդրադարձանք եւ քանի որ Արցախահայությունը ինքնորոշվել է այսինքն որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, դրա հիմքում ընկած էր նաև ԽՍՀՄ սահմանադրությունը, թե չեմ սխալվում 72-րդ հոդվածը, որ հնարավորություններ տալիս ինքնորոշվելու, նաև ուղիղ 35 տարի առաջ ապրիլի 3-ին ընդունվել է մի կարևոր փաստաթուղթ ԽՍՀՄ կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին օրենքը, որով լիովին առկա էր իրավական հիմք Արցախի ինքնորոշման համար։ Այսինքն այս հակիրճ փաստերի թվարկումը, հանգամանքների ներկայացումը խոսում է այն մասին, որ լիովին այդ իրավունքը Արցախահայությունը ունեցել է, ինքնորոշվել է իր հայրենիքում։ Հիմա խոսել նրա մասին, որ այս իրավունքը խախտված է, թե խախտված չի, պետք է վերականգնվի, թե չէ, միանշանակ խախտված է, այն որ պետք է վերականգնվի, նույնպես միանշանակ է, որովհետև դա մեր հայրենիքն է եւ կարծում եմ միայն մեր թշնամիներին կամ հայության դեմ աշխատող մարդկանց հետ ձեռնտու չխոսել հայերի մասին, արցախահայերի մասին, Արցախի մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին եւ այլն։ Իմ համեստ կարծիքով ցավոք 1991 թվականին, երբ դուք նշում եք, որ ինքնորոշվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմամբ, չնայած որ դրանից առաջ ունենք եւս մեկ փաստաթուղթ, որը նույնպես ինքնորոշման իրավունքի արտահայտություն է, Խորհրդային Հայաստանին միանալու, այո, 1989 թվականի դեկտեմբերի 2-ին, եթե չեմ սխալվում։ Ամեն պարագայում այդ ժամանակաշրջանում 88 թվականից սկսած, այսպես ձևակերպենք, Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացումը ավելի բարենպաստ պայմաններ ուներ, քան այսօր։ Եթե ոչ մի պատճառ չլինի, եթե ոչ մի արգումենտ չէ, ապա գոնե այն հանգամանքը, որ Արցախում արցախցիներ էին ապրում, արդեն լուրջ տարբերություն է, արդեն լուրջ արգումենտ է, խնդիր է։ Եվ այդ պատճառով եմ ասում, որ միգուցե այսօր այդ ինքնորոշման իրավունքի իրացումը շատ ավելի հեռավոր կետից պիտի սկսել, քան 88 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Երևի ձեր հարցին հետևյալ ձևով պատասխանեմ, Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծվել է երկրորդ հայկական հանրապետությունը, անկախ նրանից միջազգայինորեն ճանաչվել է, չի ճանաչվել եւ այլն, սա հարցի մյուս կողմն է, բայց ինքը որպես պետական միավոր իր ատրիբուտներով համապատասխանում է։ Հիմա, երբ Արցախահայություն չի ապրում իր բնորանում, իհարկե Մայր Հայաստանը նույնպես մեր հայրենիքն է, բայց այսպես ասած ծննդավայրը բոլորիս, իրաք արցախցիների, Արցախն է բնականաբար։ Ինչու արցախցիները հիմա Արցախում չեն ապրում, որտեվ ոչրագործություն է տեղի ունեցել։ Դա կձևակերպվի որպես էթնիկական զտում, թե բառից բուն իմաստով ցեղասպանություն, որը իրականացվեն համապատասխան
շրջանակների, պետությունների կողմից եւ այլն, որոնք մեզ քաջ հայտնի են, բնականաբար ինքնորոշման իրավունքի, այսպես ասած, ընթացքը, դրա իրացման հետևանքը ընդհատվել է հանցագործությամբ։ Այսինքն, եթե հիմա Արցախահայությունը ապրում է Մայր Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, չի նշանակում, որ ինքը իրավունք չունի իր հայրենիք վերադառնալու։ Չեմ կարող ասել իհարկե ակադեմիկոսները կամ իրավունքի տեսաբանները, իրավունքի փիլիսոփայության մասնագետները ինչպես են դա ձևակերպում, բայց իրատեսորեն իրավունքը երաշխավորության հարց է միշտ ունենում։ Որևէ մեկը պիտի երաշխավորի իրավունքը։ Անկեղծ ասած, նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչու է այդպես։ Բայց գոնե հատկապես քաղաքական իրավունքների իրացման պարագայում համաշխարհային պատմությունը փաստում է, որ իրավունքը երաշխավորի կարիք ունի։ Նախ եթե համաձայն եք կուզենայի հասկանալ ինչու է այդպես, եւ երկրորդ մեզ հետ կապված իրողությունների համատեքստում ով պիտի երաշխավորի հայության, ես չեմ էլ ուզում զատել, ընդհանրապես հայություն միասնական ենք դիտարկում իրավունքների իրացումը։ Շնորհակալություն Արցի համար, տեսեք ցանկացած պետության տարածքում իրավունքների իրացումը, դրա երաշխավորումը պետության սուբյեկտիվ պարտականությունն է, այսինքն քաղաքացին ունի իրավունք, եթե այսպես ասած նժարի նման պատկերացնենք, այստեղ քաղաքացու իրավունքն է, եթե կա իրավունք, նշանակում է կա մի կողմ, որ ունի պարտականություն։ Օրինակի համար ունենք կրթության իրավունք, պետությունը իդեմս համապատասխան նախարարության, գերատեսչության, բուհերի ունի պարտականություն այդ իրավունքը իրացումը ապահովելու համար, երաշխավորելու համար։ Սա պետական, ներպետական տիրույթում եմ ասում։ Իսկ երբ որ խոսում ենք միջազգայինի հետ կապված, իհարկե այստեղ կարող ենք քննարկել նաև ինքնիշխանության հարցը, որովհետև երբ որ պետությունները միանում են միջազգային կազմակերպությունների, ինչ որ իմաստով նաև ինքնիշխանության մի մասը զիջում են, որովհետև միանում են ընդհանուր համայնքին։ Սակայն Արցախահայության կամ ընդհանրապես հայության հետ կապված մեր իրավունքների լավագույն երաշխավորը կներեք, բայց դա մենք պիտի լինենք։ Մեր հավաքական կազմով բոլորս, այսպես ասած, մուրճով միշտ նույն մեխին խփելով, ոչ թե տարբեր մուրճերով տարբեր մեխերի խփելով, որովհետև եթե մենք ունենք նույն խնդիրը, ինչպես դուք եք նշել, այո, մենք մեր խոսքում ասում ենք Արցախահայություն, բայց հավաքական մենք հայ ենք։ Ինչ տարբերություն։ Հետևաբար մեր խնդիրները Արցախի հետ կապված, հայոց ցեղասպանության հետ կապված եւ մյուս խնդիրները դա բոլորիս է վերաբերում։ Հետևաբար երաշխավոր ասելով, պետական կառույց ասելով, այս բaragայում հասկանում ենք Հայաստանի Հանրապետությունը, իսկ միջազգային առումով դա կլինի աշխարհասփյուր հայություն, իհարկե աշխարհասփյուր հայությունը չունի ինչ-որ ինստիտուցիոնալ մեխանիզմ, կառույց, որի միջոցով կարող է ազդել, բայց լոբիստական կազմակերպությունների միջոցով կլինի եւ այլն, ինքը կարող է իր այսպես ասած ազդեցությունը ունենալ ընդհանրապես որոշումների կայացմանը եւ այլն։ Ներեցեք, դա անզորության ճիչ չէ, անընդհատ հայտարարել, որ մենք ենք երաշխավոր։ Եթե ժողովուրդները ի վիճակի լինեին երաշխավորելու իրենց իսկ իրավունքների իրացումը, միջազգային իրավունքի առումով, չէին էլ ստեղծվի այդ վերպետական կազմակերպությունները։ Դա նշանակում է, որ ժողովուրդները, ազգերը հաճախ իրենց իրավունքների իրացման երաշխավորը չեն կարող լինել։ Հիմա ինչպես եք պատկերացնում, որ մենք այս վիճակում կարող ենք երաշխավորել ինքներս մեր իրավունքների իրացումը։ Բնականաբար, երբ որ ասում եմ հավաքական հայության առումով, մենք պիտի բնականաբար այս հարցերը բարձրացնենք այն միջազգային կազմակերպություններում, որոնք ազդելու, դրա վրա ելքի վրա ազդելու, որոշումներ կայացնելու հնարավորություն ունեն, այսինքն ինքնուրույն միայնակ դրան հասնել հնարավոր չէ, այստեղ պետք է գործադրել բոլոր հնարավոր մեխանիզմները, դա կլինի դիվանագիտական, դա չգիտեմ, կլինի անձնական շփումների մակարդակով, այսինքն ղեկավարների առումով եմ ասում, այլ միջազգային կազմակերպությունների հետ ունեցած տարբեր կոնտակտների առումով եւ այլն, այսինքն միայնակ հարցը լուծել գրեթե անհնար եմ համարում։ Այսինքն դա կլինի եւ Արցախահայության հետ կապված եւ միջազգային։ Առավել եւս երբ որ մենք
հանկարծ այնպիսի քաղաքականություն չդրսևորենք, այնպիսի մոտեցում չդրսևորենք, որ ինչ որ առումով հետնահանջ կամ հետքայլ կատարենք այդ մեր պահանջներից։ Այսօր արցախահայերը արդարացիորեն, հատկապես պատմական բարոյական տեսանկյունից հստակ արդարացիորեն պահանջ ունեն հավաքական վերադարձի Արցախ։ Իրատեսական համարում եք հավաքական վերադարձն այսօր, որը նշանակում է ընդունել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն փաստորեն։ Հասկացա։ Տեսեք, ոչ միայն իրատեսական, այլև ցանկալի։ Միգուցե Ադրբեջանի կազմում ապրելու, այսպես ասած, պահանջը մի քիչ իրատեսական չէ, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում հորետեսական մոտեցում ունենալ, բայց միևնույն ժամանակ այդ իրավունքը բնականաբար արցախայությունը ունի իր հայրենիքում ապրելու, ոնց որ ժամանակի նաև ինքնորոշվել է։ Սակայն այստեղ ցավոք սրտի մեր հարցազրույցի սկզբում նաև դուք խոսեցիք ուժն է ծնում իրավունքի ձևակերպման մասին, որը ցավոք սրտի իր արդիականությունը չի կորցրել եւ հաճախ նաև այդ ուժի հետ միաժամանակ այդ քաղաքականության հետ նաև ոչ միայն նաև, այլ գործում է նաև շահը։ Այսինքն քաղաքական շահը կա այստեղ, նաև բիզնես շահը կա եւ մյուսները։ Հետեւաբար բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված բազմագործոն երևույթի պարագայում է հնարավոր այդ հավաքական վերադարձը ապահովել, այսինքն չեմ ուզում սա մի քիչ абստրակտ վերացական ինչ-որ ձևով խոսել, այսինքն այս պարագայում եթե արցախայությունը վերադառնում է իր հայրենիք Արցախի հանրապետություն ապրելու, ապա ինչ ձևաչափով, ինչ երաշխիքներ կան, այդ երաշխիքները ովքեր են տալիս եւ այլն, այսինքն դա միջազգային է, թե մի պետության կողմից է, թե մի քանի պետության, որոնք են այդ պետությունները եւ այլն, այսինքն մենք հիմա խոսենք մի բանի մասին, որը հարավային Կովկասում մի փոքր քաղաքական առումով կոնյունկտուրան այլ ձև է դասավորվում, կարծում եմ դժվար կլինի եւ ցավոք սրտի նաեւ ոչ այս պահի կոնյունկտուրային, ոչ այդքան իրատեսական։ Հետևաբար, եթե իրավունքի իրացումը իրատեսական չէ այդ պահին, նույնիսկ հասկանալի չէ ինչպես պիտի դա լինի, ընդգծված չի, հստակեցված չէ։ Արդյոք դա հնարավորություն է տալիս կամ թույլ է տալիս չխոսել այդ իրավունքից։ Այդ իրավունքի մասին ոչ միայն թույլ չի տալիս, այլ մենք ոչ միայն իրավունքն ենք, այլ պարտավոր ենք դրա մասին խոսել, որովհետև դա մեր իրավունքն է։ Իսկ ցավոք սրտի այնտեղ որտեղ որ կա քաղաքական շահը, քաղաքականությունը, իրավունքը որոշ դեպքերում զիջում է իր տեղը, ցավոք սրտի եմ ասում։ Եվ դա էլի գալիս ենք ինչ որ իմաստով նաև իրավունքի փիլիսոփայության, այսինքն մարդկության պատմության մեջ այն ժամանակվանից սկսած, երբ որ հասկացել են իրավունքը ինչ է, դիտարկել են այն որպես ոչ միայն միջանձնային, այլ նաև միջպետական հարաբերություններ կարգավորող միջոց գործիք, այդ ժամանակվանից մինչ օրս միշտ չի որ իրավունքը իր սկզբնական նշանակությամբ օգտագործվել է իրավունքը ցավոք սրտի այն դեպքում, երբ որ դա ուժեղներին է ձեռնտու եղել։ Իսկ երբ որ դա ուժեղներին ձեռնտու չէ, ապա գործում է քաղաքականությունը կամ քաղաքական շահը։ Հետևաբար իրավունքի ամբողջական այս ընկալունակությունը, դրա արժևորումը, դրա ճիշտ գործածումը մեր հարաբերություններում այդքան էլ լավ վիճակում չի գտնվում։ Հետևաբար դրան զուգահեռ իրավունքի եւ իրավունքի փիլիսոփայությանը զուգահեռ ունենք նաեւ իրավական ժխտողականությունը, իրավական նիհիլիզմը, իրավունքի հանդեպ համահարական վերաբերմունքը, դա կլինի միջանձնային, ներպետական թե միջազգային մասշտաբով էական չի։ Դա գոյություն ունի։ Այսինքն կարճ ասած, իրավունքը այս պարագայում ծառայում է որպես ուժեղների մոտ գործիք, որը իր հատկապես իրենց քաղաքական շահից կամ ընդհանրապես շահից բխող հարցեր լուծելու համար։ Ինչի կարող է հանգեցնել իրավունքի նիհիլիզմը, երբ ենթադրենք մենք փաստարկը ընդունենք, առայն որ եթե հնարավոր չէ եւ դուք չեք էլ պատկերացնում, որ ինչպես պիտի ապրեք Արցախում եւ համաձայնել չեք բնականաբար ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, բայց պահանջում եք ձեր վերադարձը Արցախ, այդ դեպքում իրավունքից խոսելը, վերադարձի իրավունքից խոսելը
նշանակում է ուղղակի ինչ-որ անիրատեսական եւ էմոցիոնալ պորտկումներ, որոնք ոչ միայն կարող են կալելի չլինեն, այլև հենց ձեզ համար կարող է ցավալի հիվանդագին լինեն։ Հասկացա։ Տեսեք, այստեղ նիհիլիզմի հետ հարաբերակցության մասին չենք կարող խոսել, որտեղ մենք ոչ թե դա նշանակում է, որ պիտի չխոսեք, այսինքն պիտի մտնենք իրավական նիհիլիզմի մեջ, իրավունքներից չխոսենք, որտեղ այդ իրավունքների իրացումն այս պահին նիհիլիզմը մի փոքր այլ է, իսկ երբ որ խոսում ենք ձեր հարցադրման մասին, այսինքն արցախայցության վերադարձի մասին եւ այլն, այս պարագայում ոչ թե դա պատկերացնում ենք ուղղակի ֆիզիկական վերադարձ, այլ որոշակի հանգամանքների միաժամանակի առկայություն պետք է լինի, այսինքն եթե մի մասը բավարարված է, մյուս մասը չի բավարարված, ապա դա ամբողջական համարել չենք կարող։ Այսինքն եթե երաշխիքը, իհարկե այդ երաշխիքը մի քիչ էլ հարաբերական ասված է, որտեղ գիտենք նաև ցավոք սրտի այլ երկրների փորձը, որ թեկուզ ՄԱԿ-ի կողմից խաղապահներ են եղել, կամ այլ երկրների կողմից ուղարկված խաղապահներ են եղել, նաև այդ ջարդը տեղի ունեցել, նույնը կարող է լինի Աֆրիկայում, կարծեմ նմանօրինակ դեպքեր ունեցել են եւ այլն։ Պարոն Հարությունյան, ակադեմիկոս Ներսեսյանցը մենք հաղորդման սկզբում նշեցինք, որ առաջ է քաշել նաև ցիվիլիզմի տեսությունը, որը ինչ որ առումով ավելին է, ասենք սոցիալիզմից եւ կապիտալիզմից անդին ավելին է, մի նոր հարթակ է, այսպես ասած, հարաբերությունների։ Հնարավոր համարում եք այսօր, թեև հայեցակարգը 20-րդ դարի մտածողի հայեցակարգ է, բայց այսօր հնարավոր համարում եք ցիվիլիզմի տեսության տարածումը եւ կիրարկումը, որովհետեւ մենք չենք կարող շղթել, որ աշխարհն այսօրվա աշխարհի եւ աշխարհակարգային փոփոխությունների ու ճգնաժամերի մեջ արկա է նաեւ հենց հարցը թե երկու, այսինքն մարդիկ իրար հետ ինչպես պիտի հարաբերվեն, ոչ սոցիալիզմն է ընկալելի, ոչ էլ կապիտալիզմն է արդեն աշխատում եւ հանրային բարիք ստեղծում։ Հեսա համաշխարհային խնդիր է եւ ցիվիլիզմի տեսությունը, որքան էլ կարող է թվալ քիչ ուտոպիստական, հատկապես երբ դա մշակվել է ոչ արևմտյան զարգացած որևէ այսպես ուղեղային կենտրոնում, այլ 20-րդ դարի մի հայ փիլիսոփ, ծագումով հայ ռուսաստանցի փիլիսոփա է մտածել դա, այդ տեսությունը տարածվի եւ կյանքի կոչվելու պոտենցիալ ունի։ Տեսեք, Ներսյանցը նախ ինչպես արդեն նշեցի, խորհրդային միության գոյության տարիներն է այս հայեցակարգի մասին խոսել, որը նույնպես գիտական ինչ որտեղ համարձակություն, քաջություններ պես սրա մասին խոսել։ Այո, հեղաշրջում կարող ենք օգտագործել, այո։ Ինքը երկար տարիներ եղել է միջև կյանքի, ֆիզիկական կյանքի ավարտը եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության իրավունքի ինստիտուտի իրավունքի փիլիսոփայության տեսության այդ բաժնի վարիչը եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ ներկայումս էլ ինստիտուտի ոչ միայն տվյալ բաժնի, այլ ընդհանրապես ինստիտուտի կողմից տվյալ թեմայի ցիվիլիզմի հայեցակարգի հանդեպ աճում է հետաքրքրությունը։ Դրանից բացի Ներսյանցի մահից հետո, վախճանից հետո, մինչ օրս նրա հիշատակին նվիրված փիլիսոփա-իրավական ընթերցումներ են կազմակերպվում Մոսկվայում, որին մի անգամ 2018 թվականին ինքս էլ եմ մասնակցել։ Հիմա կոնկրետ ձեր հարցին պատասխանեմ, ինչքանով է արդիական։ Այստեղ մի քանի գործոնների արկայության մասին պետք է խոսենք, նախ եւ առաջին հերթին տվյալ հասարակության, տվյալ պետության, նաև քաղաքական իշխանության կողմից դրսևորած կամքը, ցանկությունը նման հայեցակարգ ներդնելու, չասեմ փորձարկելու, ներդնելու, կիրառելու եւ դրանից օգուտներ քաղելու համար այստեղ երբ որ ասում եմ եւ պետություն, հասարակություն միաժամանակյա պետք է լինի, ինչու որտեվ մենք ունենք մասնավոր սեփականություն եւ ինչ որ իմաստով կարող է հակասություններ առաջանալ եւ դրա հետ միաժամանակ նաեւ մեր հասարակությունը պետք է ունենա բավարար իրավագիտակցության մակարդակ, պատրաստակամություն, այո, իրավագիտակցության մակարդակ, պատրաստակամություն, որպեսզի նման հայեցակարգը ներդրվի, որովհետեւ ինչպես ինքս եմ հասկանում այդ հայեցակարգից, իր մոտեցումը այն է, որ նաև ստեղծում է, այսպես ասած, ֆոնդ կամ հիմնադրամ հասարակության կամ
այդ հիմնադրամ է ստեղծում, որի շահույթը հավասարապես բաշխում է տվյալ բնակչությանը, այսինքն այսպես մեկը մյուսի մասին մտածելու, մեկը մյուսին ավելի լավը տեսնելու, բարեկեցիկ իմաստով եմ ասում, բարեկեցիկ տեսնելու, այսպես ասած, դրույթ է կամ հայեցակարգ է, որը ներկա պահին միգուցե ինչ-որ իմաստով անիրատեսական կամ անիրագործելի լինի, երևի ինչ-որ իմաստով նաև Ներսյանցի ժամանակից առաջ էր ընկել, ստեղծել այնպիսի տեսություններ, որոնք մի քանի միգուցե տասնամյակ դար հետո ավելի կարժևորվեն, քան ներկայումս են։ Շնորհակալ եմ եւ գրքի թարգմանության ձեր ջանքերի, որովհետեւ բավական բարդ ռուսերեն բնօրինակը ռուսերեն է, բայց բավական բարդ գիրք է եւ տաղավարում մեզ հետ զրուցելու համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը իրավագետ թարգմանիչ Ավետիք Հարությունյանն էր։ Քննարկումները կշարունակվեն ամենայն բարիք։